Ողջույն, գրեթե առանց մսի, ըստ երևույթին այսպիսին է եղել որոշ նոր զելանդացի մաորիների սննդակարգը մինչև եվրոպացիների գալուստը։ Ոսկորների եւ ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց սննդակարգի հիմքում եղել են բնակավայրերի մոտաճեցված բույսերը։ Խոսքը 18-րդ դարում մինչև բրիտանական գաղութի վերածվել է Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում ապրած մարդկանց մասին է։ Հետազոտողներն ուսումնասիրել են 7 մարդու մնացորդներ, որոնք հայտնաբերվել են ժամանակակից Համիլտոնի արվարձանում։ Նրանց թվում են 3 մեծահասակ, ինչպես նաև 5-ից 15 տարեկան 4 երեխա եւ դեռահաս։ Գերեզմանը հայտնաբերվել է պատահաբար 2018 թվականին ճանապարհի շինարարության ժամանակ։ Ուղարկավորությունը երկրորդային է, ինչը նշանակում է, որ սկզբում մարմինները գտնվել են այլ վայրում, իսկ հետո տեղափոխվել ու ուղարկավորվել են միասին։ Այս պրակտիկան հայտնի է Պոլինեզիան տարբեր մշակույթներում ու սովորաբար կապված է մահացածների հիշատակի ու մեծարման հատուկ ծեսերի հետ։ Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ ապրել են մոտավորապես 1700-ից 1780 թվականներին։ Սա եվրոպացիների հետ ակտիվ շփումից քիչ առաջ էր։ Հայտնաբերված մարդկանց կենսակերպի մասին ավելին իմանալու համար գիտնականները կիրառել են միանգամից մի քանի մեթոդ ոսկորներում եւ ատամներում իզոտոպների վերլուծություն, ինչպես նաեւ պալեոպրոտեոմիկա, ատամի էմալում պահպանված հնագույն սպիտակուցների ուսումնասիրություն։ Այս տվյալների շնորհիվ հաջողվել է որոշել օրինակ 2 երեխաների սեռը։ Մեկը եղել է 9-ից 15 տարեկան տղա, մյուսը 7-ից 9 տարեկան աղջիկ։ Ատամներում ստրոնցիումի իզոտոպները ցույց են տվել, որ նրանք հավանաբար մեծացել են նույն տարածքում, որտեղ նրանց ուղարկավորել են, բայց ամենաանսպասելին սննդակարգի վերլուծության արդյունքներն են։ Ոսկորների իզոտոպային կազմը ցույց է տալիս, որ այդ մարդիկ սնվել են առավելապես բուսական սննդով։ Հիմքը կազմել են բաթաթը, տարոն ու ասիական խստրուկը, տեղի կլիմային լավ հարմարված մշակաբույսեր։ Դատելով գտածոներից հողագործությունն այստեղ ավելի կարևոր դեր է խաղացել, քան որսորդությունը կամ ձկնորսությունը։ Սա անսպասելի է, քանի որ վաղ մաորիներին սովորաբար պատկերացնում են որպես ակտիվ որսորդներ ու ծովամթերք հավաքողներ։ Օրինակ հայտնի է, որ առաջին նորաբնակներն ակտիվորեն ծովամթերք են արդյունահանել, որսացել են թռչուններ ու գաղզին բնակեցնելու մի քանի դար անց նույնիսկ հասցրել են ոչնչացնել մոա հսկայական չթռչող թռչուններին։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ որոշ շրջաններում սննդակարգը կարող է ռեալապես տարբերվել ու հիմնվել առաջին հերթին գյուղատնտեսության վրա։ Այդուհանդերձ այս մարդկանց սնունդն ամբողջությամբ բուսական չի եղել։ Վերլուծությունը ցույց է տվել ցամաքային կենդանիների, օրինակ կուրի, շների կամ արնետների, ինչպես նաև թռչունների եւ քաղցրահամ ջրերի ձկների մսի հազվադեպ օգտագործում, բայց այդ մթերքների մասնաբաժինը փոքր է։ Հատկանշական է, որ հնագույն այս մաորիների սննդակարգում գրեթե բացակայել են օձաձկները, որոնք հետագայում կդառնան մաորիների սննդակարգի կարևոր մասը։ Հնարավոր է այս ձկան ինտենսիվ արդյունահանումը սկսվել է արդեն եվրոպացիների հետ շփումների ակտիվացումից հետո։ Ամեն օր աշխարհում հարյուրավոր երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ 2023 թվականին նման դեպքերի թիվը կազմել է մոտ 377,000։ Նույն տարում 144,000 երեխա ու դեռահաս մահացել է ուռուցքային հիվանդություններից։ Արդյունքում ուռուցքները դարձել են մինչև 19 տարեկանների շրջանում մահացության 8-րդ հիմնական պատճառը։ Տվյալները ներկայացված են հիվանդությունների գլոբալ բեռի լայնամասշտաբ վերլուծության մեջ, որը հրապարակվել է The Lancet ամսագրում։ Գիտնականների գնահատականներով ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների հնգամյա ապրելիությունը հասնում է մոտ 80%-ի, բայց այս թվի հետևում թաքնված են տարածաշրջանների միջև առկա կտրուկ տարբերությունները։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում երեխաների մեծ մասը ժամանակին ստանում է ախտորոշում, հասանելիություն քիմիոթերապիային, վիրաբուժությանն ու պալիատիվ բուժմանը։ Ցածր եկամուտ ունեցող որոշ երկրներում ապրելիությունը կարող է իջնել 20%-ից էլ ցածր։ Պատճառներն են հիվանդության ուշ հայտնաբերումը, տեղորայքի պակասը, մասնագիտացված օգնության եւ օժանդակ թերապիայի սահմանափակ հասանելիությունը։ Խնդրի մասշտաբները գնահատելը հեշտ չէ։ Շատ երկրներում ուռուցքային հիվանդությունների գրանցման համակարգերը թույլ են զարգացած, իսկ երբեմն ընդհանրապես բացակայում են։ Հատկապես դա վերաբերում է զարգացող տարածաշրջաններին, որտեղ տվյալները հաճախ թերի են։ Հենց այդ պատճառով էլ հետազոտողները փորձել են համատեղել տարբեր աղբյուրների ինֆորմացիան ու վերահաշվարկել մանկական ուռուցքային հիվանդությունների գլոբալ բեռը 1990-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածի համար։ 2023 թվականին երեխաների ու դեռահասների շրջանում քաղցկեղը հանգեցրել է ոչ միայն 144,000 մահվան, այլև անաշխատունակությամբ ճշգրտված կյանքի մոտ 11,7 միլիոն տարվա կորստի։ Այս ցուցանիշը հաշվի առնում հիվանդությունով ապրած տարիները, պաշմանդամությունն ու վաղաժամ մահը, ինչպես նաև օգնում է գնահատել բնակչության առողջությանը հասցված ընդհանուր վնասը։ Հետաքրքիր է, որ ավելի բարձր եկամուտ ունեցող երկրները ցուցադրում են հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները։
Սա բացատրվում է ոչ թե նրանով, որ այստեղ երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, այլ դեպքերի ավելի ճշգրիտ ախտորոշմամբ ու գրանցմամբ։ Միևնույն ժամանակ մահացությունն այս երկրներում որպես կանոն ամենացածրն է։ Ի հակադրություն սրա, սահմանափակ ռեսուրսներով տարածաշրջաններում կարող են ավելի քիչ դեպքեր գրանցվել, սակայն մահացությունը զգալիորեն բարձր է։ Մանկական քաղցկեղի ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Արևմտյան, Խաղաղօվկիանոսյան եւ Աֆրիկյան տարածաշրջաններում։ Աֆրիկան առաջատարն է նաեւ մահերի թվով, ավելին, եթե գլոբալ մասշտաբով 1990 թվականից ի վեր մանկական ուռուցքային հիվանդություններից մահացությունը նվազել է մոտ 27%-ով, ապա Աֆրիկայում այն ընդհակառակը աճել է 55.6%-ով։ Սա ընդգծում է բուժման հասանելիության անհավասարությունը։ Հիվանդությունների ստրուկտուրայում առաջատար են լեյկոզները, բոլոր դեպքերի գրեթե 1/3-ը մոտ 31.9%։ Այնուհետև գալիս են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները 16.2%, ոչ Հոջքինի լիմֆոմաները 10.6%, ինչպես նաև այլ չարորակ նորագոյացություններ։ Զգալի մասնաբաժին են կազմում նաև բերկիտի լիմֆոման, փափուկ հյուսվածքների սարկոմաները, ոսկրային ուռուցքները, նեյրոբլաստոման, հեպատոբլաստոման եւ ռետինաբլաստոման։ Միասին վերցրած այս հիվանդությունները կազմում են մանկական ուռուցքների բոլոր դեպքերի գրեթե 1/3-ը։ Եթե խոսենք մահվան պատճառների մասին, ապա ամենից հաճախ երեխաները մահանում են սուր լիմֆոիդ լեյկոզից։ Դրան հաջորդում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, Հոջքինի լիմֆոման, ռետինոբլաստոման, երիկամի քաղցկեղը եւ բերկիտի լիմֆոման։ Ժամանակին բուժման դեպքում այս հիվանդություններից շատերն ունեն ապրելիության հարաբերականորեն բարձր շանսեր, ինչը բժշկական օգնության հասանելիության խնդիրը դարձնում է հատկապես կարևոր։ Չնայած վերջին տասնամյակների առաջընթացին մանկական քաղցկեղը շարունակում է մնալ ամբողջ աշխարհում առողջության կորստի նշանակալի պատճառներից մեկը։ Երկրների միջև տարբերությունները մնում են հսկայական ու հիվանդության ելքը հաճախ կախված է ոչ միայն ուռուցքի տեսակից, այլև նրանից, թե որտեղ է ապրում երեխան։ Նոր վերլուծությունն ընդգծում է, մահացության հետագա նվազեցումը հնարավոր է նախ եւ առաջ ախտորոշման բարելավման, բուժման հասանելիության եւ երեխաների շրջանում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերի զարգացման հաշվին։ Ինչ կլինի, եթե բանական քաղաքակրթություն դառնան սարդերը։ Հենց սրանով է սկսվում Ադրիան Չայկովսկու «Ժամանակի զավակները» վեպը։ Մարդիկ փորձում են հեռավոր մոլորակի վրա նոր քաղաքակրթություն ստեղծել, սակայն գիտափորձը դուրս է գալիս վերահսկողությունից։ Կապիկների փոխարեն բանականությունն արագացված կերպով զարգանում է սարդերի մոտ։ Մինչև մարդկության մնացորդները դանդաղ թռչում են տիեզերքով, այլ մոլորակի վրա ծավալվում է մի ամբողջ էվոլյուցիոն պատմություն, պարզունակարարատներից մինչև բարձր տեխնոլոգիաներ։ Սա վեպ է ոչ այնքան տիեզերքի, որքան այն մասին, թե ինչպես է առաջանում ինտելեկտը։ Գլխավոր հարցն այստեղ պարզ է եւ տագնապալի։ Եթե բանականությունը հայտնվի ոչ մարդկանց մոտ, կկարողանան արդյոք երկու խորթ աշխարհ հասկանալ միմյանց։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։